65 երկրների 250 ներկայացուցիչները Երևանում հավաքվել են քննարկելու դպրոցների սնուցման խնդիրները։ Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովին մասնակցում են մոտ 2 տասնյակ նախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Մենք եկել ենք Հայաստան, քանի որ այս երկիրը ճիշտ ուղու վրա է կանգնած։ Մենք եկել ենք հետազոտելու Հայաստանի փորձը։ Հայաստանը դպրոցական սնունդ զարգացման ծրագրին միացել է 2010 թվականից։ Այս պահին մարզերի մոտ 83,000 երեխա դպրոցում ստանում է տաք սնունդ։ Նախ թերսնուցման որոշ խնդիր ունենք։ Երկրորդը հատկապես մարզային շրջաններում։ Երկրորդը ինքը այս սնուցման ապահովումը տաք սնունդով նաև օգնում է երեխաների առաջադիմության զարգացմանը, որովհետև երեխան գալիս է դպրոց եւ բավականին ծանրաբեռնված է գրաֆիկը։ Մյուսը սոցիալական որոշակի դաշտ է այստեղ ապահովում եւ ամենակարևորը իմ համար, ամենակարևորը դա դաստիարակությունն է։ Երեխաները իրար հետ նստելով, հացը կիսելով սովորում են, ասենք, վարքու կանոնից։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծրագիրը զուգահեռ դրական ազդեցություն է ունենում նաև յուղատնտեսության զարգացման վրա։ Շատ երկրներում երեխաների համար թարմ սնունդ պատրաստելու համար օգտվում են հենց մոտակա գյուղերի բերք ու բարիքից։ Այդպես եւ սնունդն է թարմ, երբ գյուղատնտեսն է հաջողությամբ սպառում իր բերքը։ Ֆորումին մասնակցում են նաև աֆրիկյան տարբեր պետությունների, ինչպես օրինակ Գվինեա-Բիսաուի ներկայացուցիչը։ Մեր երկրում սովը չափազանց մեծ է, ոչ մի երեխա սովա չի կարող դասանել։ Հիմա ծրագրի շնորհիվ մենք կարողացել ենք անգրագիտության մակարդակը կրճատել։ Այսինքն սնելով երեխաներին կարողացել ենք նրանց փողոցից բերել դպրոց։ Իդեպ Հայաստանում կա մեկ այլ խնդիր բոլոր առաջինից 4-րդ դասարանի սննդի կազմակերպման համար դպրոցներում անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների ապահովում, խոհանոցների, սառնարանների եւ այլ տեխնիկական պայմանների առկայություն։